Բազմիցս ասել եմ, որ նրանք մեզ ավելի լավ են ճանաչում, քան մենք ինքներս մեզ։ Եվ հենց դրա համար 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենասկզբից մեզ հետ շարունակում են լուրջ վերաբերվել, անկախ նրանից, որ ցավոք սրտի առայժմ դեռ ունենք ապիկար, թույլ եւ ծաղրածու ղեկավարություն։ Նրանք չեն ուզում անել նույն կոպիտ սխալը, որը մենք կատարեցինք։ Պետք է մեր էգոները մի կողմ դնենք եւ ընդունենք, ու մեր թշնամիները ավելի իմաստուն ու հեռատես եղան այս հարցում, քան մենք։ Եթե Բաքվի բռնապետը մեզ հիմա սպառնալիք չհամարեր, մեզ չէր շարունակի ֆաշիստ պիտակավորել, հոխորտալով իր բռունցքը թափ տար մեր վրա եւ փորձեր որքան հնարավոր է շուտ իր հաղթանակի պտուղները քաղել։ Սա նրա համար ոսկե հնարավորություն է, քանի որ հայ ազգը շարունակում է քնած մնալ եւ ապրել խաղաղության պատրանքներով։ Եվ առասարակ հեգնական է, որ մեզ շարունակում են ահաբեկիչ համարել ու ֆաշիստ պիտակավորել, մինչդեռ հենց իրենք են շարունակում են երկրին սպառնալ եւ պարգևատրում են հայ զինվորների գլխատողներին։ Նրանք նպատակադրված են իրենց լիակատար գերակայությունը հաստատել մեր հայրենիքի վրա, շարունակելով իրենց հակահայկական ու նվաճողական քաղաքականությունը։ Մինչդեռ մեր ապիկար ու դավաճան կառավարությունը մեր ժողովրդին անընդհատ հիպնոզացնում է խաղաղության մասին կեղծ լոզունգներով։ Նրանք հետևողականորեն աշխատում են Հայաստանի Հանրապետությունը վերածել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի, անդադար զինվելով, մինչդեռ մեր նեոբոլշևիկյան կառավարությունը սրբացնում է ներկայիս Հայաստանի սահմանները, որը ըստ էության սովետական Հայաստանի սահմաններն են, եւ շարունակում է կատարել Բաքվի բռնապետի պահանջները։ Ահա սա է այն գինը, որը մենք շարունակում ենք մուծել մեր ողերին թշնամիներին թերագնահատելու պատճառով։